Շարունակում է առավոտ լուսով weekend-ը եւ մեր երկար սպասված հյուրերն արդեն տաղավարում են։ Շատ գեղեցիկ մի ընտանիք, տաղանդավոր դերասանների ընտանիք, խոսքը Արաքսիա Մելիքյանի եւ Անդրանիկ Զաքարյանի մասին է եւ նրանց երեխաների Գուրգենի ու Կարինեի բարի լույս ձեզ։ Բարի լույս։ Եվ շատ ուրախ ենք, որ առավոտ լուսոն weekend-ը մենք ձեզ հետ ենք սկսում այսօր։ Ինչպե՞ս եք։ Ֆանտաստիկ, ուրախ։ Բայց միջև այս սկսել են նկարելու պահը բավականին ակտիվ էիք, ավելի աշխուժ էիք, ինչ եղավ։ Հենց ասացիք, բարև, այսպես միացավ այն վախենալու կարմիր աչքը։ Կարմիր աչքերը միացան։ Չէ, կարմիր աչքերի մոռանում ենք դնում ենք մի կողմ, մեզ հիմա հետաքրքիր է թե առասարակ առավոտյան ինչպես է արթնանում ընտանիքը։ Հարց մայրիկին։ Մայրիկ ինչպես է կարտնացնում ընտանիքին։ Ունեք մայրիկներն են տիրապետում։ Այո, ժամը 7-ից իմ զարթուցիչը արթնանում է, ես Գուրգեն, Կարինե 10 րոպե էլ քնեմ, բամալ չէ, արդեն ուշանում ես, իսկ եթե թողնում եմ ուշանում, ուտեից մեր կռիվն է սկսում առավոտ շուտ, Անդրոն տեղից ես քնած եմ մի քիչ կապած։ Տիպիկ հայկական ընտանիք։ Բա ոնց, բոլորին ճանապարհում եմ, մի 10 րոպե ես եմ աչքս կպցնում ու նորից խոսքով գժանոց։ Ու միշտ մամաները չեն ուշանում, իրենց ոչ մեկ չի գալի ասում, չէ, 10 րոպե մի քնի, ուշանաս։ Իրանք միշտ ասում են 10 րոպե քնեմ, 10 րոպե քնում են, արթնանում են ու գնում են իրենց աշխատանքը։ Դուք երբեք չեք ուշանում։ Առավոտյան որ ես արթնանում եմ, ոտքերի թաթերի վրա եմ տանում անգալից, որ ոչ մեկին չարտնացնեմ, բան չանեմ, ինչ որ դա նույնիսկ սուրճս որ դնում եմ, չկով չգա, գթալի ձենը չգա, ես չկա, բայց որ արած նայենում, դաղ, շաղ, դեմ, դեմ։ Հա, բայց մի բան ասեմ, հրաշալի մեթոդ է, մի անգամից բոլորն արթնանում են։ Ուր 5 անգամ ասես։ Դա մտածված է փաստորեն։ Արթնացիր անկեց մեղեդի տակ նորից շարունակում, իսկ որ գնաց ամանեղեն ու բանը։ Անամես դարձ։ Իսկ այդպես է արթնացի, փորձ եղել է։ Հա, իհարկե։ Հա, չէ։ Գուրգեն ասում է, միակամ։ Ամուսնուս է տեղել է, բայց այնքան ես ասում, արդեն դեպեր կացել իսկականից արդեն ուշա։ Լավ, կա օրենք այս թոհու բոհի մեջ, որ ամբողջ ընտանիքը հետևում է, այսպես ինչ որ մի օրենք ոչ առավոտյան կարող է լինել, դա երեկոյան ինչ որ մի բան, որի բոլորը հետևում են։ Ցավոք սրտի ոչ, որովհետև շատ կուզեի։ Բայց գոնե մեկը։ Չէ, չկա, ես միշտ փորձում ենք այդ գոնե ընդհանուր ճաշի նստել, բայց մեր մասնագիտությունից ելնելով այդպես է դա չի ստացվում, որովհետև նորմալ մարդիկ ճաշի ժամին ճաշում են, իսկ մենք ներկայացում ենք խաղում այդ ժամանակ, այդ չի լինում, բայց կա օրենքներ տան մեջ, որոնք հնարավորինս սպահում ենք այդ քաղաքից դուրս գալ միասին, անգամ եթե չեն ուզում, իրանց չեն էլ լսում, մի անգամից անցեք հետև ու գնում ենք ինչ-որ միտեղ։ Բայց ինչի՞ չեք ուզում։ Ես անի հարց ավելի շատ վստահ եմ դրա հետ կապված, որտեղ մենք դրան դեռ կանդրադառնանք ինչ նախասիրություններ կան։ Օրինակ, չգիտեմ, տանը չի կարելի կոշիկներով ման գալ, կամ տանը չի կարելի սուլել, կամ տանը չի կարելի ոտքը սեղանի վրա դնել։ Ինչ-որ մի բան, օրենք, որ դա միշտ պետք է որ չգրված։ Ամեն ինչ կարելի է։ Բոլորին, որովհետև ամեն մեկը առանձին ինքը բան է, ոնց ասեմ, անհատ է։ Պետություններ են առանձին։ Պետությունները առանձին տան մեջ, բոլորին ամեն ինչ կարելի է։ Բայց դու ինչ ես ասել իրենց։ Ես չեմ սին որ կողքս սուլում եմ, ներվայնանում եմ։ Ես այսօր բեկերան բարելով գալիս եմ սուրելով, մամա, մի սուլի փողդ կպրծնի։ Հասկացա, դրա փոխություն է տեղում ունեցել, բայց ամեն դեպքում ինձ հետաքրքիր է այդ քաղաքից դուրս գնալը ինչու երեխաները չեն ուզում, ինչն է խանգարում Գուրգեն Կարինը։ Ասեք։ Անհետաքրքիր է։ Ճանապարհորդություն է։ Ինձ թվում է երևի հա դրսում մանգալ ընկերների հետ է տարիքային, հա, բայց ինձ որ մեծանանք, ինձ թվում է այդ վաղ Որ մեծանանք ձեր երեխաների։ Շնորհակալություն են հայտնելու, որ ամբողջ Հայաստանի բոլոր տարածքներում եղել են։ Իհարկե, միանշանակ Կարինե, իսկ քեզ դուր չի գալիս, դարձյալ դուր է գալիս։ Քեզ համար հետաքրքիր է։ Անհետաքրքիր չի, հոգնեցուցիչ է մեկ որ արդեն անընդհատ նույն տեղ որ գնում նույն Բայց նույն տեղն ենք գնում ենք ու Չէ, նույն տեղ չէ։ Ուղղակի ասում եմ, էլի գնում ենք եկեղեցի տեսնենք, ասում եմ, մեր եկեղեցիներն է, ու կարծում եմ Իրականում Գուրգեն ջան, դա տենց է, այն ինչ որ մենք ունենք, դրա գինը չենք հասկանում, կամ հասկանում ենք շատ ուշ, երբ որ պետք չէ։ Չէ։ Բայց ամեն դեպքում անհետաքրքիր է։ Սանդալիկը շատ այդ իմաստով համախոհ ենք, հա, TV-ով կամ ձեր ծրագրերով էլ կան բաներ, որոնք նայում ենք, ասում ենք, հա, աստեղ չենք եղել։ Դե սենց պտիչկա ենք դնում, որ պարտադիր պետք է այստեղ լինել։ Կամ ես եմ գալիս, ասում եմ, Արաքս գիտես, չէ, այսօր սրա մասին հաղորդում եմ լսել, մենք այստեղ չէ, այսինքն մենք այդ իմաստով համախոհ ենք։ Մնում է իրանք էլ դառնան համախոհ։ Բայց իրաց լսող չկա, էլի, հələ որ։ Դեռ նրանք ստիպված են լսել հայրիկին եւ մայրիկին։ Լավ, ինչի շուրջ եք հաճախ ընտանիքում կատակում։ Օրինակ ինչ որ ընդունված տարբերակ կա։ Ասեմ։ Արաքսյան Եթերա ինչի։ Մարիև դուստր նայեցին ժպտացին։ Արաքսյան օրինակ սկսում է կրկնօրինակել։
Քեզ կարող դու բան խոսաս, ինքը քո հետ սկսի քեզ տնազանել։ Ես ներվայնանում եմ, բայց ինքը այտենց հարթում է ամեն ինչ։ Մեր տարեգրված հանգստանում ինչ որ վեճը սկսում է ուռել, ուրչել, ինքը սկսում է բանը քո տնազանել։ Քո նման քո ձևով քո հետ խոսել։ Ու ասում է դու անլուրջ մարդ ես, քեզ հետ չի կարելի ինչ-որ բանի մեջ։ Չէ, մասնագիտությունն է ուղղակի այդպես, հա։ Հա, հետո բոլորովին վրա են ծիծաղում, այդ էլ կարող եմ եմ ասել։ Համա հետ չի լինում վիճել։ Իսկ պապայի հետ լինում է վիճել։ Վախենում ենք, բայց Բայց կարիքը կա, ուզում հասկանամ, տպավորություն է իրականում, որ կարիքը չկա էլ, այնպես չի, որ հնարավոր չի, այլ կարիքը չկա։ Թե սխալ է տպավորությունը, երեխան կարող եք արտահայտվել, սա այն հնարավորություն։ Բայց մի կողմից էլ հասկանում եմ, մախինիստում էլ ժամանակ էլ չկա վիճելու, որովհետև Հա, բայց այդպես դու կա որ վեճ չլինի, ուրախություն չլինի, կատակ չլինի։ Մեր տան մեջ համ վեճ էլ կա, ուրախություն է կա, կատակ էլ կա, ամեն ինչ էլ կա։ Ու դա միշտ թարսի պես չգիտես ինչի, այն լավ տրամադրությունից շատ sense կտրուկ փոփոխություն ա գնում վերջի։ Դե որ այսպես ամեն ինչ լավ էր, ինչի փչացավ ասեմ։ Մենք մեր տան սերը կարծում եմ նաև մեր կենթանիներն են։ Մենք ընդհանուր սեր ունենք մեր լույսկան, մեր շունիկը եւ թութակները։ Կարծում եմ որ շանգալով մեր տան մեջ ավելի մենք ընդհանուր կետ ունեցանք, որը մեր հիացմունքի առարկան է, հա, ասենք տղաս կամ աղջիկ, բոլորը ասում, դու գիտես էս ինչ նորություն է արել, ինքն էլ գալիս է բոլորին տենց այդ պոչիկով սիրել է տալի, թութակներն են խանդում են ընդեղից, ձեզ ենք սիրում, հա։ Երկուսն են թութակները։ Հա, այսինքն դուրս է եկել, որ մեր կենթանիները մեր տան մեջ ընդհանուր կան ավելի փոքր երեխաներ, որոնք երեխաներից հետո են եւ երեխաները իրենց հերթին նաեւ այդ հոգատարությունը եւ հետեւողականությունը ունեն։ Կարելի է նաև այդպես ասել։ Իսկ ժամանակ ունենում եք բացի ճամփորդությունից, որովհետև հասկացանք, որ կան այդպիսի շատ կարևոր օրեր, բացի ճամփորդությունից օրվա ընթացքում նստել իրար հետ շփվել, թե այսպես ամեն ինչը տարանցիկ է օրվա ընթացքում։ Քիչ։ Ես ամենավատ վիճակում ես եմ։ Դուք ոնց որ թե ավելի լավ եք իրար հետ երեքով։ Ես եմ հրահանգները տալիս գեներալի պես։ Ձեր թատրոնի պատմությունները մեկը գալիս է թատրոնից, ուրեմն այսօր սենց բաներ։ Հա, ճիշտ է, երբ որ մենք սկսում ենք մասնագիտական քննարկել, իրանք ավտոմատ ձևով միանում են, բայց դա էլ ենք հնարավորինս քիչ անում, ասում ենք, այս երեխեքը մեղք չունեն, որ բայց հիմա կարծում նրանք ենթարկվում են, որ երբեմն գուցե շատ ճիշտ խորհուրդներ տան։ Չէ, մենք կարծում թե չէ խառնում այդքան շատ։ Մենակ գիտեմ, ես նկատում եմ երկուսի այս հայացքները, որ էլի սկսեցին։ Նորից թատրոն, էլի թատրոն։ Բայց եթե խորհուրդներ տային կընդունեք։ Հա, եթե խելացի խորհուրդ են տալիս, իհարկե։ Իսկ օրինակ լինում է, որ ցանկություն ունենում եք ինչ-որ միջամտելու, բայց դա մտածում եք ձեր գործը չի։ Ասա որ դու ինձ ամենից շորերի կռիվ ենք անում։ Հա, այդ կարաս ասես։ Ինչ առումով եք կռիվներ անում։ Դա տես մայրը եւ աղջիկը այսպես քեղեցիկ միանման հագնվել եկել են։ Պես թե դու ես տիպե մամային, որ մաման հագնվի այդպես։ Մաման է ինձ տվել այսպես հագնվել։ Բայց շատ գեղեցիկ է դու ես։ Հա, ես չեմ Դեմ չես։ Բայց չի ստիպել, ուղղակի ասած քաղաքնես ասեցիր, հա։ Մեր արդեն ասպես ինչա, այս ինչ գույն է, այս գրինչա, ջեսի ինչ բառեր են նոր ասում։ Միջանից իմ ուշքը գնում է, որ իրանք մեր ու աղջիկ իրար չեն հասկանում, ես հավես եմ բռնում էլի այդ պահին, որովհետև սկսում են ուտել իրար։ Ես իմ զարթե իմ շորը ինչ ես կպել իմ դարակին բան, այդ ժամանակ ես հանգիստ ասում եմ თუ իրար։ Հաշվի առնելով անդ։ Ինձ մոռանում են այդ պահին։ Ճիշտ ասում ինձ մոռանում են։ Հաշվի առնելով որ Գուրգենը նոր է վերադարձել Եվրոպայից ուսում ձեռքելու իհարկե շնորհիվ դեռ երևի թե առիթներ չի եղել, բայց որովհետև Գուրգենը գրեթե քո հասակի է, ու այդ նույն խնդիրը ձեր մոտ էլ ոնց որ պետք է լինի։ Բայց չէ, ես ու Գուրգենը տենց ինչ որ շորերի ու բանի շապիկը պապդե, հա։ Չէ, չունենք այդ խնդրեմ։ Շորի կռիվ չունեք, բայց ուրիշ։ Ոնց կասի մաման։ Հա, նորից մաման ասեց։ Լավ, եկեք հասկանանք միասին ձևավորված ինչ սովորույթներ ունեք ընտանեկան, որոնք որ այսպես բնականon օրգանիկ կերպով ձևավորվել են, ստացվել են եւ դարձել են ավանդույթի պես ինչ որ մի բան։ Հա, տոներն ենք սիրում միասին նշել։ Տոները։ Կլինի նոր տարի կլինի, զատիկ կլինի, չգիտեմ, ամեն դեպքում այնպես ենք անում, որ առանձին չեն գնանք իրարից, գոնե մի պահ միասնական լինենք, հետո ամեն մեկս մեր գործերով։ Բայց ստացվում է, որ ամանորը միասին դիմավորեք, էլի աշխատանքից։ Հա, ամանորը միասին ստացվում է։ Նու դե Գուրգենը մեր հետ չեղավ մի ամանոր, բայց հեռախոսով սենց հետը ամանորը օրինակ զատիկի հետ կապված աղջիկս արդեն ինձ բաներով նյութերով խեղդում է, հա, համացանցից, այս ձուն սենց ենք ներկելու, այն ինչը նենց ենք անելու, ես արդեն հա, դες ինչը կբերես, այսինքն կա ընդհանուր այդ նախապատրաստական։ Այսինքն նույն զատիկի հետ կապված էլ կա ինչ-որ մի
պարտադիր, հա։ Տարբերակ, այսինքն մի ինչ-որ սովորություն, որը տենց եք դուք պատրաստվում Զատեկին։ Բացի այն, որ մենք պատրաստվում ենք, անպայման սկեսուր մայրիկի հետ աշխատում ենք այդ տոնը սիրում եմ մեծ ընտանիքով, հա, այսպես ասեմ, որովհետև նախ ինքը շատ համեղ պատրաստում է, ինձ որոշակի հոգսերից ազատում, մնում այն վրա մենակ ներկելը, ասենք օրինակ աղջիկաս, բայց մնացած համովությունները քեզ վրա է մնում ներկելը։ Ինքը շատ սիրուն ձեռքով նաև աշխատում է։ Մի խոսքով աշխատում ենք մեծ ընտանիքով նշել, որովհետև դա կարծում եմ, եթե ունես հնարավորություն ավագի հետ նշելու, դա պետքա պահպանել այդ օրենքը։ Եվ ի վերջո մեր բոլոր տոները իրականում ընտանիքակենտրոն են իրանք այն մասին, որ հավաքվենք հարազատներով, ընտանիքի անդամներով։ Որտեվ աշխարհը մեզ բաժանել է հեռախոսով բոլորին ամեն մեկին միտեղ, գոնե հնարավոր բաները պետքա պահպանել։ Կա ընդհանուր ընտանիքի համար մի երազանք, որը կուզենայիք միասին իրականացնել։ Այո, կա։ Եվ կարող ենք դրա մասին խոսել։ Իհարկե։ Եվ որն է։ Ասեք, դուք ասեք։ Նախ, չգիտեմ, երեխեքի պահը չգիտեմ, բայց ես ու Արաքսյան ուզում ենք ունենալ սեփական տուն, մեծ բակով, ծառերով, կանաչ։ Հենց այսօր գալիս ենք, ասում ենք, կանաչ եմ ուզում։ Մեր նստելու առանձին տեղով։ Տղոցեր ենք անդ արդեն։ Ասած ես չէի ուզում ասել, քանի որ Արաքսյան սկսեց այդ թեման անդրադառնալ, կարող է ինչ-որ դեպի ինչ որ առանձին բաներ կա, որ ուզում եմ իմ տան մեջ ես առանձին այդ ամեն ինչը ունենամ։ Այդ բանում բնակարանում այդքան հարմար չի։ Ու ես կոլեկցիաներ ունեմ, կոլեկցիաներս եմ մտածում ինչ սենյակում առանձին կդնեմ, եւ հնություններ ունեմ, եւ ես մտածում թե ինչպես պետքա ձևավորեմ իմ ընկերների հետ հավաքվելու սենյակը, որտեղ որ պետքա նստենք։ Շատ թանկարժեք, այդպես ինձ համար թանկարժեք, գուցե մյուսներին, գուցե ինքը իրանց արժեք չունենա, բայց ես գիտեմ, որ ասենք այս մոխրամանը, ասենք թե Սոս Սարգսյանինն է, այս մյուս բանը Խորեն Աբրամյանինն է, սա Մահեր Մկրտչյանն է։ Ես այդպիսի կոլեկցիա ունեմ հավաքած ու ուզում եմ որ մի օր այդ մեծ սենյակս ունենամ, ամեն ինչ դասավորված Արաքսյանը ուզում է բնություն եւ ծառեր։ Բակով նստելու տեղով, ամեն Ես արդեն սկսել եմ, հա, բատանիստի բաներ, հա։ Գուշնայի, նայ ծառիկը սաճելա գուշնայի։ Հեսա մամա, ծերացել ես։ Ինչքան կոկոն է տվել։ Հասկացա։ Իսկ դուք ուզում եք սեփական տուն։ Հա։ Ծնողներն ուզում են, իսկ դուք դեմ չեք, որպեսզի sense շատ Բայց առաջնային տնից չզրկվել, այսինքն որտեղ որ հիմա ապրում ենք, որովհետև քաղաքից հեռու կլինի եւ ընկերներն ընդեր ընկերներ բոլորը ամեն ինչ ավելի դժվար կլինի ինձ թվում է։ Եթե Դե էլ պատճառն է որ մեզ հետ քաղաքից դուրս չի ուզում գա, որտեղ ընկերների հետ իր համար այս տարիքում ավելի հարմար է։ Բայց շատ ծանոթ բաներ ասում ինձ թվում է մեզ։ Դե մենք էլ ենք ախր Բայց ինքն է այդպես, միջև պոկում բերում եմ այդ տղեկից ընկերներից, ասում եմ, սպանեցին գարաժով։ Ասա այդ ընկերներն են փչացնում ամեն ինչ։ Չէ, փչացնում շատ լավ ընկերներ ունի իրականում, այնքան շտապօգնություն ընկերներ են, որոնք մեր պես ընտանիքներին, ովքեր որ շատ են դրսում, քիչ են ներսում, հա, օգնականներ են միանշանակ։ Եվ երեխեքիս հետ կապված եւ կենցաղի, այնպես որ ես չեմ կարող բողոքել։ Մեր փոքրիկ շտապօգնությունները, այս տղային, այն մորքուրին, այն ես ինչի Լավ։ Հա, համեցիր։ Դու համեցիր։ Ես ուղղակի հարցնեի Անդրանիկին, կարծում հենց Արաքսյանի ներկայությամբ ես այդ հարցը տամ։ Համաձայն եմ։ Ինչ ես կարծում։ Ինչով են իրար նման աշխարհի բոլոր կանայք։ Այ շատախոսությամբ։ Ասում Աշոտ ջան, լավ մտածի։ Մի հատ էլ մտածի։ Գիտեք ինչ, կարևոր չի ինքը ճիշտ է ասում, թե սխալ է ասում։ Պարտադիր, եթե ասելը արդեն ուզում է իր ասածի տերը լինի։ Եթե որովհետև այդ իր բերանից դուրս եկե անպայման, որ ինքը ճիշտ է, իրանք խոսել են երևի, չգիտեմ։ Լսի, իսկ ես ասել եմ, անիմաստ մեղադրելով։ Ասեմ ինչի, Արաքս մի փաստի Անդրանիկի ասածները մի Եթե հանգած չի խոսում, նեխում է, նշանակում աստ է վատ բաներ է լինելու, ավելևա խոսի։ Չէ, այդ իր հերթին, բայց իմ կարծիքով էլ կարծում եմ վստահաբար, որ դու էլ կհամաձայնես ինձ հետ, կնոջ բոլոր կանանց աշխարհում միավորում է այն, որ նրանք միշտ ուշադրության պակաս ունեն։ Կապ չունի դե ուշադրությունը 24 ժամ, այսպես շաբաթական 7 օր 24 ժամ դու ուշադրություն տալիս ես, բայց միևնույնն է իրանք ուշադրության բոլորը միավորում են հենց այդ ուշադրության պակասը։ Բայց այն ինչով որ դու ուզում ես այդ ուշադրությունը գրավես, ինքը էդի չտենալու է տալիս, ինքը ուրիշ բան է պահանջում։ Յանում ես ուրիշ բանի էի սպասում, դու այնի չարեցիր։ Բայց եթե այն մեկը անես,
էլի ինքը շուրա տալու որ այն մյուս բանին էր սպասում որ պետք է իր համար անես։ Դե բոլոր կանայք են այդպես, Արաքս ջան։ Բայց դրանով չեմ ռեզյումին կան։ Եվ ես այդտեղ շատ բնական, նորմալ օրինաչափ երևույթ եմ տեսնում, ինչումն է խնդիրը չեմ հասկանում։ Արաքս իսկ քեզ բոլոր տղամարդկանց ինչն է միավորում։ Տեսակ ոնց պատտացրեցին Անդրան։ Միակողմանի, միուղությամբ։ Հա, այ մարդ ոնց կարելի է այտենց ապրել։ Այսինքն եթե ես ուտում եմ, եթե ես լսում եմ, ես լսում ինքը չի կարող համուտի համ լսի։ Ես զարմանում եմ, ոնց կարելի այդքան, չեմ ուզում ես նեղացրած լինել։ Ոնց կարելի այդքան միաբջիջ լինել, պետք է ասենց։ Չի ուզում ես նեղացրի, բայց նեղացրեց։ Ախր դրա համար է մեր մոտ ոչ մի բան կիսատ պրատ չի։ Իսկ ով ասել որ կանանց մոտ կիսատ պրատ է։ Մենք չէ դուք։ Բացարձակ կիսատ պրատ չի։ Դուք եք ասում։ Սա վերացնում է արդեն ընտանեկի մենք չենք կարող միան ժամանակ մեքենա վարել։ Մենք չպետք է ընդհանուր վեճ ասպասի։ Այսինքն մենք չենք կարողանում անդ հասկանում ես մեքենա վարենք եւ շպարվենք։ Այո։ Մենք չենք կարող մեքենա վարենք եւ հեռախոսով խոսենք կամ չգիտեմ ինչ որ այլ գործ։ Այդտեղ Չէ, պիտի կանգնեմ կարմիրի միջև փոխի։ Հələ կարմիրն է փոխում, այդտեղից սիգնալը հավա պիտի գնայի։ Ուր են տանում ձեր մտքերը։ Լավ, յուրաքանչյուրս ունենք վերադառնալով այսօրվա հավասարակշռության, չենք մոռանում, չենք շեղվում ճանապարհից, յուրաքանչյուրս ունենք մեր առավելությունները եւ թերությունները եւ դրանով փոխ լրացնում ենք իրար, արի հիմա այստեղ ինչ խոսք մենք առանց ձեզ ոչ չեն կարող։ Մենք էլ առանց ձեզ լավ մեզ պետք է ընդունել դա։ Լավ, հիմա մի հատ թողնենք կանանց եւ տղամարդկանց եւ նրանց հարաբերությունները, գանք երեխաներին, որովհետեւ ես ուզում նաև իմանալ, թե դուք ինչ եք որպես ծնողներ երեխաներից սովորել, որովհետև ինձ թվում է, որ երեխաները մեզ ավելի շատ բան են սովորեցնում, քան մենք իրենց։ Բայց եթե համաձայն չեք, հոգ չէ, պարզապես կարող եք սեղմել իրաց ներկայությամբ չեք ուզում ասեք, էլի հոգ չէ։ Անվերապահ սեր է երեխաներից, որ անգամ կարող է որպես ծնող կամ որպես ավակ բարկության ժամանակ ավել բան թույլ տաս, ու դու հասկանում ես, որ քո երեխան հասկացավ դա, բայց ինքը դա երբեք երեսով չի տալի ու մեկը անվերապահ սիրով սիրում է, այդ պետք է գնահատել։ Որ հասկանում ես, որ ինքը հասկացավ դա, ես ասում եմ լավ, ջղայնացած է։ Այդ գնահատանքի արժանի է։ Դե ծնողները չէ որ։ Էլի այդ սերը, բայց հիմա այսօր սերունդը այնքան փոխվել է, շատ։ Ես մեկ-մեկ համեմատում եմ իմ մանկությունը, մեր անցած մանկությունը եւ իրանց այսօր անցկացրած առօրյան մանկությունը, շատ տարբեր են իրարից ու մեկ-մեկ որ մենք նեղվում ենք, ասում ենք ախր տենց չեն անում, սենց չեն անում, սենց են անում, նենց են անում։ Հետո հասկանում եմ, բայց իր ամբողջ սերունդը տենց չի անում։ Իրանց սերունդով ապրում են ուրիշ կերպ։ Ինչքան էլ ուզում եմ մենք տանը դաստիարակենք, ասենք մենք սենց ենք արել, սենց ենք արել, սենց ենք արել։ Այն մեր 5 խաղերը ասենք գնացեք բակում խաղացեք, իրանք չեն գնալու, չէ՞, խաղերը բակում խաղ։ Իրանք ուրիշ զբաղմունքներ ունեն, ուրիշ զարգացում ունեն։ Իսկ իրանցից մենակ կարելի է սովորել, թե հեռախոսի մեջ որտեղից ուր կարելի է մտնել։ Այս ծրագիրը ոնց է կազմում, այս ծրագիրը ոնց է հանում, այս ինչ բանը ոնց պետք է, տեխնիկայի հետ կապված կարելի է իրանց լիքը բան սովորել։ Եվ երեխաները Գուրգենը եւ Կարինեն ինչը կառանձնացնեն, որ հատկապես այսպես ստացել են ծնողներից, որ անքննարկելի է, դա այն արժեքն է, որը որ հենց ծնողներից եւ ընտանիքից են ստացել, դա այլ տեղից հնարավոր չէ ձեռք բերել։ Սկսի։ Մենք չենք նայում Ինձ թվում է դերասան իմ կոնկրետ իմ համար ինչը որ ես եմ ստացել ու գիտեմ, դա չամաչել ինչ որ մի պահերից, որտեղ որ առօրյայում սովորական մարդիկ ամաչում են, այսինքն դա դերասանության կերպով եւ օրինակ չքողարկել։ Այո, օրինակ ինչ որ չեն կարողանում անել մնացածը, կարողանում ենք անել մենք։ Այսինքն խաղալ, այո։ Բայց չամաչել այդ ամեն ինչից, որ դա նորմալ է, դա նորմալ մարդ կարող է անել եւ այլն։ Լինել այն ինչ որ ենք։ Անմիջական, պարզ, ուղիղ, առանց քաշվելու, առանց ինչ-որ ամաչելու, որը որ ըստ քեզ դա մասնագիտության շնորհիվ է, որ դու ոնց ուզում ես, դու դերասան ես, դու կարաս ստեղծագործես, դու կարաս սենց անես, մտածի, էս արա, ոչ թե նայ բոլորին, բոլորը ոնց անեն, դու էլ տենց պետք է անես, դու կարաս առանձին մի քիչ այլ կերպ հարցի մոտենալ։ Շատ լավ պատասխան։ Լավ, իսկ օրվա վերջում երբ որ օրինակ չգիտեմ, դասից են գալիս կամ Գերմանիայից եկան, առասարակ խոսում կիսվում եք, ամփոփում եք օրը ծնողների հետ, թե չեք սիրում դա անել։ Ես հայրիկիս հետ ես վերջերս ամեն օրը ինչը որ կատարվել է, ինչա պատահել, արդյոք
պարապել եմ, թե ոչ, մենք իրար հետ կիսվում ենք այս վերջերս։ Եվ ոչ միայն պարապել, ասենք, պապ, օրինակ Համոյի ու Սամոյի հետ որ գնում էինք, այս մի բան ասեց, հիմա բայց այդտեղ ճիշտը ո՞րն է, Սամոն էր ճիշտը, թե Համոն էր ճիշտը։ Ըստ քեզ կիսվում եք։ Այո, ինչ լավ է։ Ես էլ աղջկաս հետ, թող ինքը ասի, մենք ունենք ժամ, ինքն այդ ժամերը դրելի վրա, գալիս է ասում մեջքս քորի։ Ու սկսվում է մեր զրույցը։ Բայց հետո այդ ամեն ինչը վերլուծում ենք ես ու Արաքսյան առավոտյան սուրճի սեղանի շուրջ։ Մեր մոտ առավոտ էին։ Ինչ որ հիմա ասեցիք Ay, Google arեց։ Ասպա ոդկա սխմի։ Աղջիկս էլ հա, ես ինչքան էլ հոգնած լինեմ, իդեպ ասեմ, այդ օրենքը ինքն ա մտցրել, ես չէ։ Ասենք աչքերս էլ փակվում, ասում կարջան խնդրում եմ, քնեմ վաղը կխոսենք, չէ։ Մազերս հետ խաղա, ու այդ ընթացքում սկսվում է մեր օրվա քննարկումը։ Այս ինչը սենց արեց, այն ինչը նենց արեց, ոնց անեմ, ոնց չանեմ։ Ես շնորհավորում եմ ձեզ, դուք լավագույն կետում եք որպես ծնողներ, եթե ձեր երեխաները ձեր հետ կիսվում են, իսկ ամեն դեպքում կան գաղտնիքներ ծնողներից, կան բաներ, որոնք որ չեք պատմում։ Դե կունենա։ Չէ, կարող եք չասել ինչ գաղտնիքներ, պարզ է որ դա գաղտնիք է, բայց այո թե ոչ։ Գաղտնիքը էլ ոնց ասենք, որ ասենք էլ գաղտնիք։ Պարզապես կարող եք ասել այո կամ ոչ։ Բոլորի մոտ էլ կան իհարկե, բոլորի ծնողներից եւ Ես ոչ հիմա մամայից գաղտնիք ունեմ, մի հատ չեմ ասել, բայց մի օր կա պիտի ասեմ։ Քիչս հանգիստ որ այդ մի գաղտնիքը չեմ ասել։ Ես գնահատականներս եմ եկնիկ փակում։ Դա գաղտնիք չէ։ Այս երեխոս ստիպեցիք որ ասի ամենաբարձր։ Չէ, կարող եք չասել ինչն է գաղտնիք, ու կարող եք ասել այո գաղտնիք կա կամ այո չկա։ Չէ, բայց որ ասեն երեխեքը գաղտնիք կա, հիմա դու ես կռիվ գցում։ Ասեն գաղտնիք կա, գնալու հետ ի՞նչ գաղտնիքներ եք։ Չէ։ Փաստեցինք նաև նրանց շնորհիվ, որ նրանք իրոք օրինակելի ու շատ գեղեցիկ ու շատ ջերմ ընտանիք են։ Ես անձամբ մի քանի շատ հետաքրքիր բաներ սովորեցի նրանցից, որը որ կփորձեմ այսօրվանից սկսած կիրառել նաև իմ ընտանիքում։ Ինչքան կարևոր է որ բարբերաբար երեխաներին լսենք, հարցեր տանք եւ լսենք, հասկանանք, թե որտեղ ենք թերացել, որտեղ ուղղությունից շեղվեցինք։ Շնորհակալ ենք ձեզ այս հաճելի ջերմ իրական անմիջական զրույցի համար, Բայց մի փորձություն էլ միասին անցնենք, որպեսզի ավելի քան համոզվենք, որ դուք իրար լավ եք ճանաչում։ Համաձայն եք, մի խաղ պետք է խաղանք։ Դասականներին մեր մանկության վստահ եմ բոլորս խաղացել ենք գիտեն մնջախաղի մասին է, պանտամիմա, այսպես մենք փոքր ժամանակ ասում ենք պանտամիմա։ Այդ խաղի մասին է, այս տարայի մեջ կա թղթեր, որը որ կարող ենք հանել, այսինքն ով որ խաղալու համարեն Գուրգենը, ոչինչ որ քեզնով օրինակա բերեմ։ Օրինակելի, դու թղթը վերցնում ես, կարդում ես այդ բառը, ինչ որ գրված է թղթի վրա, մեր պատեկրանի մոտ կանգնում ես ու փորձում ես բացատրել։ Երեքից բացատրում, հա, ամբողջ ընտանիքին է։ Այո, դա հասկացանք։ Մեկն ընդդեմ բոլորի։ Սկսենք համեցիր։ Գուրգենից ենք սկսում։ Այս արը ու չերևա։ Չտեսնի թափանցի։ Ապա Առանց խոսք դու պետք Չէ։ Շատ դժվար է։ Ոչ։ Մամա մոռացել եմ այդ ինչա։ Դա լավ է, դե կարող ես փոխել, եթե մոռացել ես։ Եթե տեսնենք փոխում։ Բայց մենք գոնե տեսնենք ինչը մեզ համար հետաքրքիր է։ Գուրգեն։ Այո։ Էլ Գերմանիա չգնաս։ Հա, սա հեշտ է։ Այս մեկը արդեն կարող է։ Ջութակ։ Ջութակահար։ Շատ հեշտ է, փաստորեն։ Դե քանի որ մաման է գուշակել, հիմա մյուսը մաման պետք է խաղա։ Այդ թուղթը կարող ես պայել քեզ։ Նվեր։ Չէ, կամ կարող են վեր սեղան։ Նվեր։ Խնդրեմ։ Հե։ Բայց ձայնը կարող է կանել։ Ոչինչ, ես խաղը արդեն փոխ։ Մեքենա վարել։ Հա, այդ։ Վարորդ։ Վարորդ։ Բայց քո դեպքում հիմա վարորդուհի, հա։ Չէ, այստեղ վարորդ են ինքը։ Վարորդը նման էր վարորդ։ Դու շատ ճիշտ գուշակեցիր։ Հիմա հերթը Անդրանիկինն է։ Անդրանիկինն է։ Բայց մաղջիկն է պետք է գուշակի, հա։ Գուշակի, չգուշակի միևնույնն է ինքն էլ պետք է մասնակցի։ Նայ։ Մուրջ։ Քանդակագործ։ Հա։ Ճիշտ է։ Հա։ Քանդակագործ շատ արագ են ինչ-որ որ խաղը։ կայնն են գուշակի։ Նայ։ Նայ։ Դա կայնը իրար ցես տալիս։
Դորից։ Դաշնակահար։ Համակարգիչ, բան, սպասի ասեմ, այդ մարդուն ինչ են ասում։ IT-շնիկ։ Իսկ ինչ ես Ծրագրավորող։ Այո։ Ինչ Ծրագրավորող, շատ ճիշտ։ Արնե, դու ամենալավը դու ես խաղում, դու ամենալավը ցույց տվեցիր, առանց ձայն, առանց ոչ մի Լավ, բան։ այդ չեմ խոսում։ Չէ, բայց ես լարվում, չէ, խաղում ենք։ Ես լարվում եմ ուղղակի, որ Կարինեն ամաչում է, բայց Կարինեն Բայց փաստորեն տաղանդավոր է։ շատ լավ ցույց տվեց անկաշկանդ։ Ուսուցչուհի։ Բան, չէ։ եղանակի տեսությունը Չէ։ Ինչ։ Ուսուցիչ, ուհի չէ։ Մարդը ջոգեց։ Գրատախտակի մոտ Այս քեզ ենք արեցի տեսնում։ բեխերը ցույց տվեցի, մեկը Չէ, փախ։ գրատախտակի մոտ որ քեզ ենք տեսնում, դրա որ ուհի ենք ասում։ բեխերով, հա։ Ուսուցչուհի չէ, ուսուցիչ է։ Բայց դե ոչ Ուղղակի առանց ուհու։ Գուրգեն ջան, հիմա դու ես։ Բայց մեծ կապ։ Ուշադիր չեղավ, դե չեմ ասում։ Դե ուհի կամ տղամարդ կամ կին մի քիչ։ Դե դեռ ուղեցինք, ինչ ես ուզում։ Հա։ Կարելի է։ Ինչ է։ Հայ, հա։ Բարև ձեզ։ Առանց խոսքի հաղորդավար։ Շատ լավն էր, կարելի է։ Բարև ձեզ։ Շատ լավ, Կարինեի Ունենք էլի հետ։ թորտ։ Հա, ունենք, դու էլ արեք։ Անդրանիկը եւ Կարինեն այս։ Ահա։ Մի շոտ կա մեջը։ Գուցե դու Կարող եք էլ խաղալ։ Մենք էլ Հա, խաղալ։ եկեք։ հա, ինչի՞ Հա, չէ։ եկեք։ Մենք ուժեղ ենք ուղակի խաղում։ Օյ, Ուժեղ ոչ մի բան չենք գուշակում։ Յոգուրտ։ Համբերեք։ Մի ուղեր բոլորի համար։ մարզիչ։ Ապրես։ Հրաշալի, չէ։ Կես խոսքից է, խոսքեր չէ, առանց խոսք են հասկանում իրար։ Ռուբեն, մի հատ է կարող դու քաշես։ Հələ տեսնենք Ռուբեն։ Ես Ռուբեն։ Մեր թիպը տեսնենք ոնց է խաղում այս խաղը։ Ահա։ Հայ, հենց ես պատից։ Ես խայցարակ ենք լնելու։ Լավ։ Ահա։ Հեծանվոր։ Չէ։ Դերցակ։ Վոլոդից։ Ուզում եմ ասել, այն ժամանակ Այն ժամանակները, որ դուք լսում եք, հա, ինքը պատմեր այն ժամանակները։ Ինչ շուտ կարողացանք մենք հաղթել։ Լավ։ Դերասան։ Այո։ Չէ, մենք իրար հասկանում ենք։ Չէ, մենք շատ լավ բոլորս ենք իրար շատ լավ հասկանում։ Խմբով ուրիշ խմբերի հետ խաղալու։ Պատամի առաջնության պետք է գնանք մասնակցենք, Հետ հաստատ հասկում ենք, կհաղթենք։ հետ չենք անում։ Հա, ես կշռում եմ։ Ինձ է դուր գալիս։ Էս ինչ ա՞ որ ասացա։ Բայց դե ո՞նց է ցույց տալիս։ Այո, դու։ Որոցից մեծի որ ինձ ես պատկերացնում։ Այլի։ Դոլարի մասին էր խոսքը։ Շատ շնորհակալություն ձեզ։ Նախ այս զվարճանքի եւ ուրախության համար, նաեւ անմիջական զրույցի համար։ Իրականում շատ ուրախ ենք, որ մեր երկրում կան ձեր նման ընտանիքներ, օրինակելի ընտանիքներ, հանձինս ձեր ընտանիքի։ Շատ շնորհակալություն անկեղծ, որ նաև ձեր հանգստյան օրը մեզ հետ սկսեցիք։ Այո, մասնավորապես հենց հանգստյան օրը մեզ հետ սկսելու մասով, որովհետև վստահ սա շատ թանկ օրերից մեկն է ընտանիքով միասին անցկացնելու, եւ որ եկաք այստեղ եւ ձեր սիրուն գեղեցիկ այս օրինակով նաև մեզ ողջևորեցիք, ավարտենք գնանք մենք էլ մեր ընտանիքները հասնենք։ Դե հա, կամաց պետք է գնանք, բայց դեռ արժևը մի քիչ աշխատենք, Մենք էլ շատ շնորհակալ ենք հյուրընկալելու համար, որովհետև այս տաղավարը մեզ համար շատ հարազատ է, շատ սիրելի, ել չեմ ասում, որ մեր բոլոր առավոտները սկսում են ձեզ հետ, այդ միանշանակ։ Շատ շնորհակալություն։ Արդից օգտվելով կարող եմ ասել, որ աշխարհի բոլոր վայրերում, որտեղ հայերը գտնվում են եւ ունեն ընտանիքներ, թող լինեն երջանիկ, թող լինեն հաջողակ եւ թող լինեն առողջ։ Շատ շնորհակալություն։ Եվ թող լինեն։ Իսկ մենք հենց այս հրաշալի նոտայի վրա շարունակում ենք մեր եթերը ու այս պահին երաժշտություն ենք լսելու։ Ես առաջարկում եմ շարունակենք։ Շարունակենք, Բայց ինչ էր ընկել որ ասած։